Մարտի 13-ին Երևանում փոշու ամենաշատ պարունակությունը գրանցվել է Գրիգոր Լուսավորիչ Ագաթան Գեղոզ խաչմերուկում, մարտի 17-ին ամենաքիչը Խանջյան փողոցում։ Հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնի նոր բջջային հավելվածի միջոցով հնարավոր է ծանոթանալ ոչ միայն օդի որակին, այլև առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսմանը, նաև սպասվող վտանգավոր երևույթների մասին նախազգուշական ծանոթություններ ստանալ։ Նախատեսվում է առաջիկայում հավելվածը օժտել այլ գործիքներով։ Ավելացվելու են սկսած սևանալը ջրմաշճան, ջրային հաշվեկշիռ, մակարդակներ։ Արմհիդրոմետ հավելվածը ստեղծվել է միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրով Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Այն առաջին անգամ ներկայացվում է օդերոթաբանի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։ Մասնագիտական տոնը օդերոթաբանները նշում են մի շարք ձեռքբերումներով։ 2024 թվականին մեր օդերոթաբանական դիտարկումների համակարգը ավտոմատացրել ենք ամբողջությամբ։ Եթե մինչև 24 թիվը 80%-ներ ավտոմատացված, ապա կառավարությունը 2023 թվականին գումար հատկացրեց 200 միլիոն դրամ եւ 24 թվականին գնվեցին 9 ավտոմատ օդերոթաբանական կայաններ, բացի այդ գոյություն ունեցող ավտոմատ օդերոթաբանական կայանները համալրվեցին նոր տվիչները, որոնք չափում են հողի ջերմաստիճանը մինչև 80 սանտիմետր խորություն, հողի խոնավությունը եւ այլ օդերոթաբանական պարամետրեր եւ ավտոմատ 10 րոպե մեկ ինտերվալով հաղորդում ծառայություն։ Նախորդ տարի կառավարության հատկացրած 300 միլիոն դրամով արդիականացվել են օդի որակի չափման համակարգերը, ներդրվել են ժամանակակից սարքավորումներ։ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հիմա աշխատում ենք, որպեսզի այդ կայանները մոտ ապագայում բերենք աշխատանքային վիճակի, որը հնարավորություն կտա օպերատիվ ռեժիմով ստանալ օդի աղտոտվածության այն ցուցանիշները, որոնք ցավոք մինչև հիմա չեն կարողանում մոնիտորինգ իրականացնել։ Միասին հաղթահարենք վաղ նախազգուշացման բացերը օդերոթաբանի օրվա այս տարվա կարգախոսն է։ 2022 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից հայտարարվել է վաղ նախաձեռնություն բոլորի համար կարգախոսը եւ բոլոր երկրները պարտավոր են մինչև 2027 թվականը ունենան այդ վաղ նախազգուշացման համակարգերը, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր երկրի բնակիչ պետք է ունենա հասանելիություն վաղ նախազգուշացման համակարգերի։ Ոլորտում բարեփոխումներն այսքանով չեն ավարտվում, առաջիկա տարիներին սպասվում են նոր ներդրումներ։ Ներկայացրել ենք, որ վաղ նախազգուշացման համակարգերի ծրագիրը ռադիոլոկացիոն մոնիտորինգի համակարգի միջոցով այդ ծրագիրը ներդրումային կոմիտեում վարչապետինքից գործող այդ հաստատվել է եւ 2026 թվականին նույնպես կապիտալ լուրջ ներդրումներ են լինելու մոտ 3 միլիարդ դրամ արժողությամբ, որը զգալիորեն կնպաստի մեր համակարգի տեխնիկական հագեցվածությունը։ Հայաստանում մինչև 2100 թվականը կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 5 աստիճան, ինչն իր ազդեցությունը կունենա կլիմայական երևույթների վրա։ Կանխատեսվում է 2100 թվականին բազիսային հոսքի 61-90 թվականի հոսքի նկատմամբ նվազում 39%։ Կլիմայական սպառնալիքները ազդում են կյանքի բոլոր ոլորտների, մարդու կենսակերպի վրա եւ պետք է անել հնարավորը դրանց ավելի պատրաստված դիմագրավելու համար, ընդգծում է շրջակա միջավայրի նախարարի տեղակալը։ Տիգրան Գաբրելյանի խոսքով վերջին տարիներին ոլորտում մի շարք օրենսդրական կարգավորումներ են արվել։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետների հանդեպ հարմարվականություն բարձրացում, մշտադիտարկման եւ վաղ նախազգուշացում համակարգի հզորացման միջոցով ծրագրային հայեցակարգի լրամշակման ուղղությամբ աշխատանքներ են կատարում, ինչպես նաև կանաչ կլիմայի հիմնադրամի վերջնական ծրագրային առաջարկի ներկայացման համար, ինչը հնարավորություն կտա էապես բարելավել հիդրոմետրի կարողությունները։ Հայաստանի բոյերում հիդրոօթերոթաբանության մասնագետներ չեն պատրաստում, բայց հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնը աշխատանքներ է իրականացնում ոլորտը նոր կադրերով համալրելու ուղղությամբ։ Բրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։